Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Պետություն եկեղեցի առճակատումն ու Հովանավանքում կատարվածի պատճառները, արդյոք եկեղեցին միջամտում է պետության գործերին եւ ինչու են իշխանությունները խառնվում եկեղեցու գործերին։ Բնավ մարդ կարգալույց անի, ինքը կարգալույց է։ Հայոց առաքելական եկեղեցու պարակտմանը տանող քայլեր են։ Եթե դու եղել ես կարգալույց, դու ոչ իրավունքը ունես այդտեղ ծիսակարգ իրականացնելու։ Ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն։ Փայտից շինած գլուխ է պետք ունենալ այդ ամենը չհասկանալու համար։ Բուժաշխատողներին ներկայացվելիք նոր պահանջներն ու օրենքի փոփոխությունների շուրջ աղմուկը, ինչու են բուժաշխատողները լիցենզավորման ընթացակարգը նվաստացուցիչ համարում եւ ովքեր են լինելու քննական հանձնաժողովում։ Ինչու է լրացուցիչ ծանրաբեռնում լիցենզավորելով։ Իրազեկումը նույնիսկ չի կատարվել։ Ասում են չէ, քո դիպլոմը բավարար չի։ Պատասխանատուները ինչ որ պատահական մարդիկ են, որոնք որ պետքա վերահսկեն այս գործառույթը։ Մոտեցումը այնպիսին է, որ հենց այդ գիտակցությունների դոկտորները ներգրավվում են։ Սա մահակ է, սա օգտագործվում է անցանկալի անձանցից ազատվելու համար։ Զենք դարձած բառը կամ սխալ թարգմանության կործանարար հետևանքները, ինչ եզրակացություն է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովը նյութապես շահագրգռվելու հոդվածի մասով եւ ինչու են իշխանությունները տարակուսած։ Ինչու բրդուճներ է տալիս, քրեական չի։ Սնունդ առաջարկելու համար մարդկանց դեմ քրեական գործեր հարուցել։ Նրանք փողով տրամադրում են ցուցարարների։ Մարդու վճարումը նրա համար, որ մարդը հանրահավաքին մասնակցի, այս արդեն անթույլատրելի է։ Փող են տալիս, բացի բաց, այսինքն հրապարակներում հավաքներին թողած պրակտիկայի ամբողջ աշխարհում։ Ջրափոսի պատճառով ողբերգությունն ու արագության գերազանցման անդառնալի հետևանքները, ինչ հանգամանքներում են բախվել քեռու ու Եգանի մեքենաները եւ ինչպես էր BMW-ի վարորդը հրաշքով ողջ մնացել։ Քանի վիրավոր է, տեղափոխում են Երևան։ Ու այնտեղից եկել է։ Զունագալի սննդի մեջ մտնում։ Մի վիրավոր է։ Քանի ուղևոր են եղել մեջը։ Անտուն իրականությունից նոր իրողություն կամ 11 հոգանոց ընտանիքին օգնության հասածները, ինչպես ապացուցեցին, որ արցախցի հայաստանցի տարանջատումը արհեստական է եւ ինչ է ուսանում պանդուխտի ճամփան բռնած ընտանիքի պատմությունը։ Ամեն ինչի կարիք իհարկե ունեն, քանի որ դատարկ եկել ենք։ Գումար իրանց համար շատ անհրաժեշտ է, որ վառելիք առնեն։ Հիմա պապայի գործը օրինակ մի 80%-ով թեթևացավ, թե երեխաները շատ ուրախացան, թե ես շատ ուրախացա։ Կբացենք քարները, դասերներ կսովորենք։ Հիմա շատ քիչ է գտնել լավ մարդուն ու լավ գործեր անել։ Դրա համար շնորհակալ ենք։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։